Ասում է, ես փաստացի ցույց կտամ, թե դուք ոնց եք ճողոպրել, իզուր այդ միֆերը մի տարածեք, որ դուք մինչև վերջ կռվել եք։ Արցախցին ինչ հույսով մնար, եթե իր երկրի ղեկավարը դավաճանել է, ծախել է այդ հողը։ Ինչ հույսով մնար։ Հենց նոր հարցազրույց էր ինքը տալիս, ասում է, ես փաստացի ցույց կտամ, որ դուք ճողոպրել եք, փախել եք, իզուր միֆեր մի տարածեք։ Արցախցիների վերաբերյալ էր ասում։ Կիրակի օրը ինքը արցախցի այդ աղջկան ասում էր դուք փախել եք, այսօր ասում է ես ոչ չեմ ասում, որ փախել են ժողովուրդը, դա էլիտան է փախել, իսկ հարց Բաքվի բանտում քաղաքական էլիտան չի Արցախի։ Մի հարց էլ ասեցիք, որ նոր ընտրություններով եք պայմանավորում ձեր հարցի բացատրած հարցի լուծումը։ Նախընտրական իրավիճակից ելնելով ինչ ակնկալիքներ ունեք նոր ընտրությունների արդյունքի վրա, ըստ այդմ նաև ձեր հարցի լուծման հնարավորության։ Ես ուզում եմ լիահույս լինել, որ ընդդիմությունը պետք է հաղթի այս ընտրապայքարում եւ մի հատ պահանջս տնտեսությունը երկրորդական եւ այլն մնացած բոլոր հարցերը լուծելի է, բայց եթե դավաճանության համար չպատժվի մեկը, հաջորդ անգամ կրկնվելու է նույնը։ Ուստի ես պահանջում եմ ընդդիմությունից, որ կուսակցությունն էլ որ կհաղթի ընդդիմության շրջանակներում աչքաթող չանել այս հարցը, որովհետեւ այս հարցի լուծումից է կախված Հայաստանի ապագան։ Այսինքն ինքը պիտի հայտնվի ճաղերի Անպայման։ Մեր այսքան պահանջը, պայքարը հանուն արդարությանա, որ պետքա դավաճանը պատժվի։ Մենք ասել ենք ոչ պաշտոն ենք ուզում, ոչ գումար ենք ուզում։ Ով է լինի իշխանություն, մենք էլի մեր դիմումով գալու ենք դատախազություն ու պահանջենք մեղավորների պատիժը։ Այո, միանշանակ։ Ինքը եւ նրանք, ովքեր իր հետ միասին մեղավոր են այս ամեն ինչի։ Իսկ ինչ վերաբերվում ընտրություններին, մենք մշտապես կանգնած ենք եղել իրական ընդդիմության կողքը։ Ափսոս արդեն ծնողները քիչ են, թե չէ մենք ինքներս կմասնակցեինք ընտրություններին։ Ափսոս։ Այլ ինչ ասեմ, ասեք, հարց տվեք, ասեմ։ Երբ սպառնում են պատերազմով, երբ ասում են, որ հիմա խաղաղություն է, չեք տեսնում, խաղաղություն են բերել եւ այլն, բայց մոռանում են, թե այդ արհավիրքը ում ժամանակահատվածում, եղավ եւ այդ հազարավոր զոհերը։ Ով է մոռանում, մենք չենք մոռանում, որ 4 պատերազմով են անցել այս 8 տարիների ընթացքում, ու այդ պատերազմով սպառնում է դրա տակ Այսինքն ես տեսնում եմ, եթե ես ընտրվեմ, պատերազմ չի լինի, Հայաստանի դռները կբացեմ ձեր առաջ, իսկ եթե ես չընտրվեմ, ջարդելով վերցրեք։ Ժողովրդին վախեցնում է սպառնալիքով։ Այսինքն ստացվում է Ալիևը այս ամբողջ քաղաքական գործընթացները, չէ, այսինքն եթե նույնիսկ չէ, ես նկատի ունեմ ստացվում է, եթե նույնիսկ ժողովուրդը այդ խաղաղության յետևից թվացial գնա, ստացվում է, որ այստեղ որոշումները կայացնում է Ալիևը, հա? Այո, միանշանակ դրանում կասկած կա։ Մինչև օրս քայլերը դա է։ Հանկարծ պատերազմ չսկսի, էլի սա։ Այո, միանշանակ։ Նիկոլ Փաշինյան։ Ինչա նշանակում մենք սատարում ենք Նիկոլ Փաշինյանին, Ալիևը չէր ասել։ Էլդողանը։ Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, որ Արցախը երբևիցե չի եղել Հայաստանի կազմում կամ Արցախը միշտ եղել է Ադրբեջանի կազմում։ Այն ծնող դուք լինելով այն ծնողներից մեկը, ում որդիները զոհվել են Արցախում, ինչ կասեք այս մասին եւ օկուպանտ էին արդյոք այն մարդիկ, ովքեր գտնվում են Արցախի տարածքում, երբ որ նշում է, որ Արցախը միշտ էլ եղել է Ադրբեջանի կազմում, ուղղակի մեզնից թաքցրել են։ Նիկոլ Փաշինյանը այնքան լպրձուն է, որ ինքն էր ասում Արցախը Հայաստան։ Այսինքն այս երեխեքը զորակոչվել են իր օրոք, չէ՞։ Իր օրոք են զորակոչվել։ Ինքն է այս երեխեքին օկուպացիայի ենթարկել։